Հարգելի ստատիտողներ, մեր զրուցակից այսօր հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանն է, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար Տիկին Զորաբյան։ Տիկին Զորաբյան, ընտրություններից հետո այս քաղաքական, իրավական խժդժությունների մեջ մի զգայուն թեմա կա, որը կարծես այսպես տպավորություն է, որ մոռացության է մատնել կամ փորձում են մոռացության մատնել, խոսքը գերիների մասին է, որ թեև առանձին այսպես հայ իրավապաշտպանների կողմից լինում են հայտարարություններ, հա, բայց որպես այդպեսին քայլեր, հա, հայտարարություններ չկան, ու տպավորություն է, որ մոռացության է մատվել։ Օրինակ որոշ ժամանակ առաջ տեղեկություն տարածված, որ գերիներից մեկի վիճակը այսպես ծայրահեղձանր է, այնտեղ հետ Դավիթ Մանուկյանն էր ուղերձել այսպես, հա, այ ընդհանուր այս պատկերը։ Դա տպավորություն չի, իրականում հայ ռազմագերիներով զբաղվում են մի քանի իրավապաշտպաններ, իրենց օրինական ներկայացուցիչները, ովքեր միջազգային ատյաններում փորձում են խնդիրը թարմ պահել, անհատ մի քանի ընդդիմադիր գործիչներ եւ վերջ։ Հայաստանի իշխանությունը, Հայաստան պետությունը, որպես այդպիսին հայ ռազմագերիներով չի զբաղվում, ավելին մենք նկատել ենք, որ նրանցից շատերը նույնիսկ զգուշանում են ռազմագերի բառը օգտագործել եւ օգտագործում են ադրբեջանական տերմինը պահվող անձիկ, քիչ ամնում ասել Բաքվում գտնվող մեր հայ հյուրերը։ Եվ այս առումով Դավիթ Մանուկյանի ձայնային ուղերձը մի քանի առանցքային չէր ուզում փոխանցել։ Այո, շատ կարևոր էր Դավիթի ուղերձը, որովհետև ինքը շատ կարևոր բացահայտում արեց, որ ինձ համար օրինակ անսպասելի էր, որովհետև իրենք մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 47-ից ավել հոդվածներով եւ դժվար էր այդ բոլոր հոդվածները հատ-հատ կարդալ, այնտեղ էլ մարդկության դեմ կատարած ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, չգիտեմ, մշակութային հանցագործություններ, բայց կա մի հոդված, որի մասին խոսեց Դավիթ Մանուկյանը, դա Ադրբեջանի քրեական օրենսգրքի 101 հոդվածն է, պարզվում է, որ մեր ռազմագերիները Արցախի քաղաքական էլիտան մասնավորապես մեղադրվել է եւ դատապարտվել է նաեւ ՑՄԱ ազատազրկման այդ հոդվածով, որը նշանակում է ըստ Դավիթ Մանուկյանի, որ 20 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանն է սկսել պատերազմ եւ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա եւ պատահական չի, որ Դավիթ Մանուկյանը իր ձայնային ուղերձում դիմում է Նիկոլ Փաշինյանին, ասում է պարոն Փաշինյան, դուք եք եղել այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը, երկրի վարչապետ թե այն ժամանակ թե հիմա, եւ հիմա մեզ դատել են, ՑՄԱ են տվել նաեւ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 101 հոդվածով եւ մենք մեղադրվում ենք նաեւ այո, որպես պատերազմ սանձազերծող կողմ, դուք ասելու բան չունեք այս կապակցությամբ, ուզում եմ հիշեցնել, որ ես այդ ժամանակ ազգային ժողովում էի 20 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ կառավարությունը բերեց ուրեմն պատերազմ, հա, հայտարարելու ռազմական դրություն հայտարարելու կներեք ռազմական դրություն հայտարարելու որոշում եւ այդ որոշման մեջ նշված էր, որ պատերազմը ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը եւ դա պետք էլ չէր, որ ինչ որ որոշման մեջ լիներ, հասկանալի է, որ սեպտեմբերի 27-ին մենք զարթնեցինք եւ ակնհայտ էր, որ տեղեկացանք, որ Ադրբեջանը սանձազերծել է լայն ուրեմն ճակատով ռազմական ագրեսիա եւ հիմա մեր ռազմագերիները Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրության միջոցով հարցնում են այս իշխանությանը, ձեզ մեղադրում են պատերազմ սկսելու մեջ։ Ավելին Նիկոլը հայտարարում էր, որ պատեհ առիթով ես անպայման կմեկնեմ Բաքու, մեկնեց Բաքու, իրան տեղում կալանավորելու են, որովհետև Ադրբեջանի քրեական օրենսգրքի 101 հոդվածով, ինչով դատվել են նաև մեր ռազմագերիները ՑՄԱ, դատվել են, պատերազմը 20 թվականի սեպտեմբերի 27-ին սկսել է Հայաստանը, իսկ Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետ էր եւ է, եւ այդ ժամանակ երկրի գլխավոր հրամանատար։ Տիկին Զորաբյան, եթե իշխանությունները ասում են, որ իրենք էսպես են, հա, մեկնաբանում, ասում են, սա այնքան զգայուն թեմա է, որ մենք հրապարակավ աշխատանք այս ուղղությամբ չենք տանում, բայց գրեթե ամենօրյա աշխատանք տանում են, այ հնարավոր է ամենօրյա աշխատանք տարվի, բայց այսքան երկար ժամանակ արդյունք այդպես
Չերևը։ Ես չգիտեմ ինչ են ասում իշխանությունները, որ սա զգայուն թեմա է, ռազմագերիների թեման, իդեպ ռազմագերիեր չեն ասում են պահվող անձիկ, որ սրա մասին չենք խոսում, բայց ես նոր եմ վերադարձել Ստրասբուրգից եւ այդ օրերին, երբ որ Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրությունը տարածվեց այնտեղ էի եւ երբ որ ես եվրոպացի իմ գործընկերներին ասում էի ինչի՞ չեք արձագանքում այս մարդկանց դատել են նաև մի հոդվածով, որով արձանագրվում է ճակերտավոր, որ Հայաստանն է սկսել նախաձեռնել, սանձազերծել 20 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը, ինձ պատասխանում են ձեր իշխանությանն են մեղադրում պատերազմ սանձազերծելու եւ ագրեսոր լինելու մեջ, ասում եմ այո, ասում են ձեր իշխանությունից արձագանք կա, ասում են ոչ, ասում են բա ինչ եք ուզում, խեղճ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի падգամավորներից, ուստի թե ինչ է ասում այս իշխանությունը, փաստը այն է, որ միջազգային հանրությունը եւս արձանագրում է, որ հայ ռազմագերիների հարցով Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում։ Տիկին Զոհրաբյան, մի հարցի եւս ուզում եի անդրադառնալ, խոսքը Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործի հետ կապված է, այսպես տերորիստներ, ահաբեկիչներ եւ փաստորեն մեջ բերեմ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետները կասկածի տակ են դրել այս իրավական ողջ process-ը, ասում են, որ անձի այսպես անմեղության կանխավարկած է հարտվել եւ այլ շատ վնասներ են հասցվել, այլ փաստորեն դատական, այսպես ասած, ֆարս կարելի ասել, ու ինչպես է հնարավոր, որ այդ նույն ահաբեկիչները, տերորիստները, այսպես այսօր փաստորեն շրջում են տնային կալանքի տակ են, այս ինչպես եք մեկնաբանում։ Տեսեք, հիշում ենք, չէ, որ ինչ որ մարդկանց ահաբեկչություն կազմակերպելու, իշխանազավթում անելու, պետական դավաճանության հոդվածով, էլի ես չեմ հիշում, թե ինչքան մարդ կալանավորվեց, որ մեկը մի օծանելիքով է հայրենիքը դավաճանել, մեկը, չգիտեմ, $300, մենք էլ զարհուրեցինք, ասացինք, էս ինչ է, այս ինչքան պետական դավաճաններ կան, ահաբեկիչներ կան, պարզվում է, նրանց գերակշիռ մեծամասնությունը ազատության մեջ է հիմա, եւ մենք այդ մասին չգիտենք, բայց հիմա նույն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատի տակ գործող փորձագետների խումբը լրջագույն վերապահումներ է ներկայացրել Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների գործով, խոսելով թե անմեղության կանխավարկածի խախտման, թե իբր ահաբեկչություն ծրագրելու հիմքերի անարժանահավատության վերաբերյալ պարզ է, չէ, որ այս գործերը մի օր, երբ Նիկոլ Փաշինյանը այլևս Արևմուտքին, Եվրոպական միությանը հատկապես պետք չի լինելու, Աշոտյանի գործը, Արեգնազ Մանուկյանին է, երրորդ նախագահին է, որ չես հասկանում էլի, այս ինչ է, ինչ որ մի հատ գործ հետո ծննդաբերվում է մի հատ ուրիշ գործ, այս բոլոր գործերը, Սրբազանների գործերը, բոլոր այս գործերը տրաքելու են Հայաստանը Եվրոպական դատարանում ճկրելու է այս գործերի տակ, այդ թվում նաև մեր ռազմագերիների այս գործերը, բոլոր այս գործերը, ինչքան էլ այսօր Եվրոպական միությունը ասում է, այս իշխանությունը մեր տղան է, մենք իրան ձեռ չենք տալու, իրանք այս սաղ քեյսերը հավաքում են եւ այս բոլոր գործերը մեկը մյուսի հետևից պայթելու են մեծ աղմուկով եւ անգամ Եվրոպական դատարանում այս բոլոր գործերը նախադեպային որոշումներ են դառնալու, որով այլևս ուղղակի անթույլատրելի է լինելու այս կարգի վճիռներ կայացնելը եւ այս ամբողջ գումարները, նստելու է Հայաստանի հարկատուի ուսին, այո, ու արդյունքում էլ մնալու է անձի, այսպես ասած, հեղինակությանը, բարոյականությանը հասցված վնասը։ Այո, իհարկե, մնալու է դա, որպես տերորիստ, որպես տերորիստներ, ահաբեկիչներ եւ այլն։ Տիկին Զոհրաբյան, սահմանափակումները տնտեսական Ռուսաստանի կողմից կիրառվող շարունակվում են ու խստացվում են, սրանից գումարվում է մեկ այլ հարց, այն քաղաքացիները, ովքեր այսպես անորոշ վիճակում են, այդ գործարանների փակման հետևանքով մնացել են առանց աշխատանք ու մի պահ գալու է, որ հասունանալու է լուրջ սոցիալական բունտ, ինչը անխուսափելի է։ Մենք տեղեկացանք, որ Ռուսաստանը հերթական սանկցիան կիրառեց Հայաստանից
գնացող Հայաստանում արտադրված եւ Ռուսաստան էքսպորտ արվող կաթնամթերքի մասով ընդհանրապես մի թիվ բերեմ, որ հասկանանք, թե Հայաստանում արտադրվող կաթնամթերքի եւ մասնավորապես պանրի արտադրանքի քանի տոկոսն է սպառվել ռուսական շուկայում 82.5%-ը պանրի եւ կաթնամթերքի սպառվել է ռուսական շուկայում միայն 25 թվականին 16 միլիոնի կաթնամթերք է սպառվել, որից 10 ռուսական շուկայում արտահանվել, որից 13.5 միլիոնը վերաբերել է բացառապես պանրին։ Հիմա հասկանում եք սա ինչ է նշանակելու, սա նշանակելու է, որ անասնապահությունն էլ ոչնչանալու է, եթե չկա շուկա արտահանման, Հայաստանը այս ծավալի կաթնամթերք եւ պանիր սպառել չի կարող, մարդիկ մորթելու են իրենց անասուններին, հիմա արդեն մսի շուկայում տավարի մսի դեֆիցիտ է եւ տավարի մսի կիլոն հասել է 7000 դրամ, հիմա եթե ռուսական շուկան փակվեց, իսկ հիմա արդեն կաթնամթերքի համար փակա, Հայաստանի գյուղատնտեսությունը ընդեղ է ոչնչանում, հա, ծաղկի բիզնեսը, ջերմոցները ընդեղ են քանդվում, ձկնաբուծությունը մարդիկ տեսան կառավարության դիմաց ասում էին, «Էս ինչ ենք անելու, վարկեր ունենք», հիմա էլ ուրեմն կաթնամթերքը եւ այս արդյունքում, երբ որ մարդիկ կսկսեն իրենց անասունների գլխականակը ոչնչացնել, որովհետեւ այդքան կաթ պետք չի, այդքան կաթնամթերք եւ պանիր պետք չի լինելու, կարող է ասենք օրինակ դեկտեմբերին տավարի մսի կիլոն դառնա օրինակ 25000 դրամ։ Սա կատաստրոֆա է, սա ուղղակի կատաստրոֆա է, այն ինչ որ տեղի է ունենալու եւ արդեն իսկ տեղի է ունենում Հայաստանի գյուղատնտեսության հետ։ Ուսուցիչ քաղաքացիները ռուսական շուկայից ազատվելու համար պատրաստ են։ Okay, ես ասել եմ, ես կողմ եմ, ես 2-0 10 ձեռք ունենայի, 10 ձեռքով կողմ եմ, բայց որ իրանք ասում են, հեսա մեր ծիրանը, չգիտեմ ինչ կերպ, հա, ֆրանսիական մի քանի սուպերմարկետներում տարել մի փոքր սենց վեդրոյով պուճուր ծիրան են դրել, դա կարող է այդ տոննաներով, տասնյակ հազարավոր տոննաների փոխհատուցում լինել, okay, ես կողմ եմ, ուրա, եւ Ուրսուլան եկավ ասեց, մենք կգտնենք ճանապարհներ, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները հասանելի լինեն Եվրոպական միության 400 միլիոնանոց շուկային, ուրա աղջի, ուրա, ինչի հասանելի չի, ինչի են մարդիկ ջերմոցները վերացնում, ինչի են ձկնարտադրողները բունտ անում, բա կաթնամթերքը մեր պանիրը իր որակով, որոշակի տեսակներ հաստատ ֆրանսիական պանիրներից վատը չեն, բայց ուրա, ինչի չի բացվում այդ շուկան, որովհետև դա տնտեսական առումով, լոջիստիկ առումով, ֆինանսական առումով, փոխադրումների առումով ուղղակի հնարավոր չի։ Դու չես կարող ինքնաթիռով տանել 100,000 տոննա ծիրան, մեքենայով քո ծիրանը միջև հասնի առաջի եմը երկիրը դառնալու է ծիրանի ջեմ, այն էլ փթած ջեմ։ Եվ այդ ջեմի ինքնարժեքը լինելու է այնքան թանկ, որ ես իմ կյանքում ոչ մի ավանակ Եվրոպացի չեմ տեսել, որ օրինակ 10 եվրոյով ծիրան առնի կամ մի հատը 4 եվրոյով ծաղիկ առնի, եթե այդ բոլոր պահպանման պայմանների վրա դրվեն այնքան ծախսեր, որ նրանք որոշակիորեն որակյալ վիճակում հասնեն նոր ներդրումների մասին 18 միլիոն դոլար։ Դա ինչ է, 17 միլիոն դոլար, դա ինչ է։ Դա ծիծաղելի գումար է, այն 100 միլիոնավոր դոլարների վնասների դիմաց, որ կրել է հայաստանցի ֆերմերը, գյուղացին, ծաղիկ արտադրողը, ծիրան արտադրողը, գյուղմթերք արտադրողը, հիմա էլ կրելու են կաթնամթերք եւ պանիր արտադրողները։ Սա մեծ թիվ է, 82.5%-ը կաթնամթերքի գնում է ռուսական շուկա, մեր շուկան շատ պստլիկ է, միկրոսկոպիկ է, մենք այդքան սպառել չենք կարող։ Եվ հիմա ինչ են անելու այդ մարդիկ բոլորը վարկերի տակ են, եւ հիմա Եվրոպական միությունը պարտավոր է կատարել իր հայտարարությունը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը պարտավոր է գտնել իրապես ոչ թե երկու հատ, երկու վեդրո ծիրան տանեն ֆրանսիական սուպերմարկետներում ծանոթների միջոցով տեղավորեն, մեր դեսպանատունն էլ նկարի ասի ֆրանսիական, ես չգիտեմ,
մոնոպրիում կամ Carrefour-ում մի հատ պուճուրիկ վեդրոյով ծիրանա դրած, այլ եթե ասել են իրանք պարտավոր են գործուն միջոցներ ձեռնարկել, այդպես Հայաստանի տնտեսությունը կմեռնի եւ սա այո բայց մեր շուկան պատրաստ է դեպի այդ եվրոպական ստանդարտներ կան, դա ավելի թանկ է արտահանումը դեպի իհարկե պատրաստ չի։ Ես ձեզ ասեմ, քանի որ ես շատ երկար եմ որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ այդ խնդիրներով զբաղվել, որպիսի ստանա ԵՄ ստանդարտիզացիայի համապատասխանության վկայական, այո, 50,000 եվրոյա չափորոշիչի ստանդարտը, որ քո ծիրանը ստանա վկայական, որ ինքը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին եւ կարող է արտահանվել ԵՄ շուկայից, հələ հայտնի չի, որ դու այդ 50,000 եվրոն տաս, այդ չափորոշիչի ստանդարտիզացիայի վկայականը ստանաս, ինչպես ես դա արտահանելու եւ քո արտահանված արտադրանքի ինքնարժեքը ինչպիսին է լինելու։ Այդ դեպքում ինչ լուծում են պատկերացնում իշխանությունները։ Ես չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանի Եկատերինբուրգում ասում են մենք ԵԱՏՄ-ից չենք ուզում դուրս գալ։ Գիտեք, ԵԱՏՄ-ից էլ ուրիշ բան են ասում։ Գիտեք, երբ որ ասում ենք դե Նիկոլ Փաշինյանը, բայց ասում է, Նիկոլ Փաշինյանը այնքան բան է ասել, որոնք կամ իրականություն չեն դարձել, կամ ուղղակի իրականությանը չեն համապատասխանել։ Նիկոլ Փաշինյանը միջև վերջերս եւ ես ամբողջ ընթացքում ասելա, որ չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության որևէ առաջարկված լուծում, որը կապահովեր, որի արդյունքում բանակցային այդ էպոպեյան, այդ էտապների ավարտվելու արդյունքում հնարավոր կլիներ տեսականորեն անգամ, որ Լեռնային Ղարաբաղը ունենար անկախություն։ Իսկ Ալիևը ընդհանրապես վերջերս, երբ որ պատասխանում էր ուկրաինացի ռոպագանդիստ Գորդոնին, ասեց, որ այո, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները հատկապես վերջի этаպում ուզում եմ հիշեցնել, որ 27 թվականին Սերժ Սարգսյանը առաջարկեց որպես բանակցային հիմք մադրիդյան սկզբունքները մի տարի Ալիևը դա չէր ընդունում, 28-ին Մայնդորֆում դա ընդունվեց եւ այդտեղ ինքնորոշման իրավունքը որպես ռեֆերենդումի արդյունք ամրագրվեց եւ Ադրբեջանը դրան համաձայներ եւ Ալիևը նույն Գորդոնին ասեց, որ այո, ԵԱՀԿ Մինսկի խումբը տանում էր Արցախի անկախության, տանում էր անկախության ճանաչման։ Այսինքն հիմա Նիկոլն էլ այնպես որ հիմա որ ասում եք դե Նիկոլը սա է ասում, ինքը ասում է դա չի եղել բանակցային ոչ մի փուլում, բայց Ալիևը ընդամենը վերջերս ասեց, որ եղել է, այո, բանակցային փաթեթը տանում էր դրան, բայց ինչ եղավ 18-ի, այո, 18-ի իշխանազավթումը եւ process-ը կանգնեց։ Բայց արդյունքում ինչ այցին Տիկին Զորաբյան, բացի այս չափ, այսպես ասած կարելի ասել, այս ատելությունից, իրենց ուղղված այս խոսքերից, այ ինչ գիտեք, մենք մի քիչ չափազանցնում ենք, ես ուզում եմ լինել անկեղծ, հա, եթե այդ ատելությունը եւ այդ մերժումը լիներ համատարած, այսքան մարդ չէր գնա եւ 26 թվականի հունիսի 7-ին չէր ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը կարողացավ հասարակությանը 18 թվականին նստեցնելով, ես չէի պատկերացնում, որ մեր հասարակության մեջ կա մի հատ մեծ սեգմենտ, որը պարզապես հիվանդ է ատելությամբ, ինքը հաճույք է ստանում ատելությունից։ Հասկանում եք, ես նայում եմ նյութահրապարակած, որ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դստերը, իդեպ խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երեխայի լավագույն շահի դրույթը թույլ չեն տալիս այցելել մորը, նրա հիվանդ 85-ամյա մորը թույլ չեն տալիս այցելել Արեգնազին, նայում եմ տակի մեկնաբանությունները, բացի ֆեյքերից, նաև իրական մարդիկ ու իրական կանայք ամենազարհուրելի, ամենասեռախեղված հայհոյանքներն են գրել Արեգնազին եւ երեխային։ Հասկանում եք, դա հիվանդ հասարակություն է։ Այնպես չէ, որ նոր ծնունդ առավ այդ սեգմենտը։ Ոչ, այս սեգմենտը եղել է միշտ, պարզապես Նիկոլ Փաշինյանը ստեղծեց այն պարարտ միջավայրը, որ այդ սեգմենտը, որ պլինդուզի տակ սատկած էր եւ իրան իրավունք չէր վերապահի կին հայհոյել, գերեզման հայհոյել, երեխա հայհոյել, այս իշխանությունը ստեղծեց այն պարարտ միջավայրը, որ սրանք այս ինչ ասեմ, այս կյանքից
աբիժնիկ կներեք, ուրիշ բառ չեմ կարող ասել, չսիրված, չստացված, ծույլ, պորտաբույծ, անգրագետ, այս սեգմենտը ես կրկնում եմ Նիկոլի բառերը, Նիկոլն էլ ասում անգրագիտությունը ձեր ուղեղում է, դուք աղքատ եք, որովհետև աշխատել չեք սիրում, ինչի հետ ես համաձայնեմ, բայց այս իշխանությունը ստեղծեց այդ պարարտ միջավայրը, որ սրանք եկան առաջնագից, իրանք հիմա պերվի պլան են, իրանք առաջնագծի իգրոկներ են, իրանք են որոշում մեր երկրի ճակատագիրը եւ գնացին, իրանց քվեարկությամբ որոշեցին։ Շնորհակալ եմ Տիկին Զորաբյան զրույցի համար։ Հարգելի ստատիտողներ, մեր զրույցակիցը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։